Կարելի է։ Համեցեք։ Ոնց եք։ Գիտեք, որ ապրիլի 1-ից անցնում ենք անկանխիկ կենսաթոշակները ստանալու ու քանի որ ունենք քաղաքացիներ, որոնք որ չեն կարողանալ գնալ բանկ վերցնել, մենք որոշեցինք որոշ քաղաքացիներին մենք առաքենք։ Այստեղ ձեր քարտն է, պայմանագիրը, որով որ կարողանալու եք անկանխիկ առևտուր անեք եւ նաեւ դրանից հետ վճար ստանաք։ Հիմա կստանաք 58,000 եւ ապրիլի 1-ից եւ նաեւ կկարողանաք մինչեւ 10,000 դրամ էլ, եթե անկանխիկ առևտուր անեք, ավելացնեք, այսինքն մինչեւ 68,000 դրամ կավելանա ձեր թոշակը։ Ասում էի, այդ քաշքշուկը չեմ ուզում։ Դրա համար ոտքերից համար։ Քաշքշուկի համար չգնացի ու քանի ամիս ես դժվեցի փաստորեն։ Մենք քաղաքացիներ ունենք, որ կանխիկը մի քանի օր հետո են ստանում։ Հիմա արդեն հենց առաջի օրը աշխատանքային միանգամից կնստի։ Հիմա ձեր 20,000-ը վերականգնեցինք անապահովության այս բարձրացումներով։ Եվ առողջության ապահովագրությունը կլինի, մնում է կոմունալների հարցն էլ այդ նոր համակարգով եթե դարձակ շահառու, այդ ժամանակ էլի զեղչը կաշխատի։ Պին կոդը սենց շատ զգուշությամբ կբացեք, որ հանկարծ չպատրեք էլի, այնտեղ մեջը 4 հատ նշանով թիվ կլինի գրած։ 4 նիշը հիմա մեջն է։ Այո։ Շատ լավ եղեք, նստեք, մի եկեք, ձեզ շնորհակալություն։ Առողջապահության մինիստրի ժամանակ, այդ ժամանակ էլի մասում եմ շատ խելաք։ Հիմա գիտեք, որ ապրիլի 1-ից բոլորը անցնում են անկանխիկ, ասացի մի երկու հոգու ես բերեմ անձամբ, այս ձեր քարտն է ստեղ մեջը, նաև կոդն է, նաև կարող եք դրանով հետ վճար ստանալ։ Հիմա կստանաք 52,000 ապրիլի 1-ից, առևտրի դեպքում էլ կդառնա 62,000, անկանխիկ առևտրի դեպքում։ Ավելի անվտանգ կլինի եւ օգտագործելն էլ ավելի շահավետ։ Այնպես որ ձեզ առողջություն։ Եթե հարցեր լինի, մեր միասնական սոցիալական ծառայությունը միշտ պատրաստ է օգնելու։ Լավ եղեք։